Նիկոլ Փաշինյանը անդադ հայտարարում է եւ վերջերս կրկին հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տալ Ադրբեջանի, Նախիջևան, Թուրքիա գնալու համար, բայց միևնույն ժամանակ խոստովանում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ Հայաստանին ոչ ճանապարհ տալ, ոչ էլեկտրաէներգիայի գծեր, ոչ մալուխներ, այդ ճանապարհները փակ է։ Ըստ ձեզ արժի նման առաջարկներ անել թշնամի երկրին։ Նիկոլ Փաշինյանը իր համար է ճանապարհը բացում, որ ճողոպրի փախնի գնա։ Նիկոլ Փաշինյանը մարդ չի։ Ինչպես եք տեսնում այս ամենի ամբողջալիությունը, էլի։ Վատ եմ տեսնում, շատ վատ եմ տեսնում, ինչ արեց այս ժողովրդին, 7 տարի ժողովրդին ստրեսի է ենթարկում, 7 տարի, երբ պիտի հեռանա, որ մենք այդ, գիտես, բառ կա, որ, չգիտես ոնց ասես, որ հասնի ուղեղին, էլի, հեռանա, միայն թե հեռանա այդ տականքը, զզվելի է բառից լայն իմաստով։ Ինչ հողեր տալու մասին է խոսքը, այդքան տվեցին, ինչի հասան։ Վերջը ձեռքվեցին Ղարաբաղից, այդ չէր իրանց ուզածը, ներվերս խախտվում։ Դե եթե խոսեմ շատ բան կասեմ, ավելա ոչինչ չասեմ, բայց դե պետք է Հայաստանը, մեր երկիրը պահպանվի, գոնե այսքանը ինչքան որ կա, պիտի բոլոր ուժերով, ջանքերով աշխատենք, բոլորս պահենք այս մի փոքր քառակուսի կիլոմետրը։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս եւ վերջերս կրկին հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար, Թուրքիա, Նախիջևան գնալու համար, բայց միևնույն ժամանակ խոստովանում է, որ Ադրբեջանը ոչ մի ճանապարհ, գազատար, մալուխ, էլեկտրաէներգիայի գծեր չպատրաստ չէ Հայաստանի համար բացել։ Սա ճիշտ քաղաքականություն է համարում, երբ որ Հայաստանը պատրաստ է ամեն ինչ բացել, այն դեպքում, երբ որ գիտի, որ Ադրբեջանը չի բացելու ոչինչ։ Իհարկե, դա ճիշտ քաղաքականություն է եւ մենք եւ մեր Հայաստանի Հանրապետությունը պետք է միշտ պատրաստակամություն հայտնի բոլոր ճանապարհների եւ կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Մենք պետքա ունենանք զրո խնդիրներ մեր հարևանների հետ, ինչպես եւ Ադրբեջանի, ինչպես եւ Թուրքիայի հետ։ Առանց այդպիսի հարաբերությունների սեղմվել այս պետությունների արանքում եւ չունենալ ճանապարհներ, որոնք կտանեն տնտեսական զարգացման եւ կապը չապահովել Եվրոպայի եւ մնացած պետությունների հետ, որոնց հետ մենք ունենք լուրջ տնտեսական կապեր, դա իհարկե սխալ կլինի։ Մենք ամեն կերպ պետք է ձգտենք, որպեսզի բացվեն ճանապարհները։ Իհարկե պետք է օրենսդրական փոփոխություններ արվի, որպեսզի թուրքական կապիտալը ինտերվենցիա չանի, այդ հասկանալի է, որ ասենք մեր տնտեսությունը եւ Թուրքիայի տնտեսությունը անհամեմատելի են այսօր եւ նրանց բնակչության քանակը Ադրբեջանի հետ կապված նույնպես պետք է ամեն կերպ ձգտել գնալ խաղաղության խաչմերուկ ծրագրի իրականացմանը։ Բայց կարծես Նիկոլ Փաշինյանը մոռաց այդ խաղաղության խաչմերուկի մասին, մի ժամանակ արծացեցին եւ մոռացան։ Չեմ կարծում, որ մոռացել են բոլոր խոշոր խաղացողները այդ մասին գիտեն եւ գիտեն, որ մեր կառավարությունը նպատակաուղղված քաղաքականություն է տանում այդ խաղաղության խաչմերուկը բացելու համար։ Ինքը երբևիցե իր թերությունները կընդունի որպես իր թերություններ կամ սխալներ։ Պարզա իր սխալները ու թերությունները ինքը պետքա ուրիշի վրա գցի։ Նույնիսկ տեսեք, ինքը երկրի ղեկավարը հասկանում է, որ իր արժեվ ճանապարհ չեն բացում։ Նման քաղաքականություն տանել, ասել մեր ճանապարհները ձեզ համար բաց է, սա ճիշտ է։ Իհարկե ոչ։ Ինչ խնդիր է փորձում լուծել։ Ես ասում եմ ինքը փորձում է պրոստը որոշ ձևով իր տգետությունը, իր թերությունները արդարացնել կամ փակել կամ եւս մի անգամ մեզ խափելով փակել իր թերությունները, սխալ քայլերը։ Իր ոչ դիպլոմատ, ոչ լիդեր լինելը։ Նամանտ երկրի ղեկավար։ Ցավոք սրտի մեր սխալից էլ է դա գալիս 18 թվականի մեր սխալից էլ է գալիս։ Այդ միանշանակ ես համաձայնություն չեմ կրում, որովհետև այդ արդեն դառնալու է լացելիք։ Որտե նույն ինքն է Նիկոլ Փաշինյանը խոստովանում, որ Ադրբեջանը պատրաստ է մեր համար ճանապարհ։ Ասում եմ ձեզ այսպես մի հատ նախադասություն։ Անձամբ ես Նիկոլ Փաշինյանի հետ անցել եմ լիքը ճանապարհներ, երբ որ ցույցեր էր։ Ինքը 6500 անգամ կայնասել է ժողովուրդ ջան, ձեզ խոստում եմ տալի,
Ոչ մի դեպքում մենք չենք հանձնելու մեր Ղարաբաղը եւ այսօրվա օրով մենք ունենք Ղարաբաղ։ Բա, դե դրա համար այսօրվա օրով ես այսօրվա օրով արդեն զգում եմ ով է արդեն Նիկոլ Փաշինյանը եւ եթե լինի ցույց, որ իրան հանելու, ես կգամ ամենաառաջին Նիկոլ Փաշինյանի մոտ կկայնեմ եւ կասեմ, հիշում ես Նիկոլ Փաշինյան ջան, որ դու ինչեր էիր ասում եւ մենք քաղցր կոնֆետ էինք դնում քո բերանը, ասում ենք Նիկոլ Փաշինյան ջան, գալդ բարի։ Դրա համար պատրաստ ենք նաեւ քեզ ճանապարհելու։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է, բազմիցս է հայտարարել, որ ճանապարհներ բացել Ադրբեջանի համար, դեպի Նախիջևան, Թուրքիա, բայց միայն ժամանակ փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ մեզ համար ճանապարհներ բացել։ Արդյոք սա ճիշտ մոտեցում է Հայաստանի կողմից, որ այդ ճանապարհները բացվեն։ Իհարկե ոչ։ Դա շատ սխալ է, որովհետև եթե դու բացում ես ճանապարհները, եթե ես լինեի ղեկավար, ես չէի բացի։ Քանի որ բոլորս համար դա ակնկալիք չի, ոչ մի գաղտնիք չի, քանի ընտանիք ապրում այստեղ եւ Ադրբեջանի քաղաքացիներ եւ Թուրքիայի քաղաքացիներ։ Ինքը ճանապարհը բացում են չի համար, որ լայն ավելի գան այստեղ ապրեն թուրքերը։ Դա խաղաղություն չի լինում, խաղաղությունը լինում էր այն ժամանակ, երբ որ ինքը հողերը մեր չհանձներ։ Այդ ժամանակ մեր տղաները, որից մեկը եղբայրը Արյունը թողել է այնտեղ, այդ յուրաքանչյուր երեխաների ընտանիքներում, որ մեկի պատուհանը թակեք, դուռը թակեք, մահ կա։ Ինքը այդքան բան չպետք աներ։ Միգուցե մենք մի 20 տարի հետո մտածենք, ասենք խոսքի, չէ, ճիշտ է արել, որ այդպես արել, բայց ինքը շատ մեծ սխալ արեց։ Երբ որ մեր երեխաների Արյունի գինը ինքը նվիրատվեց ում Ադրբեջանին, որ միշտ եղել են իրանք մեր թշնամիները, եւ իրանք, եւ մուսուլմանները, եւ ռուսները։ Պատմություն կարդացել է, գիտեք պատմություն մեջ ինչ ա գրված, իսկ ճանապարհ բացելը դա մեծ սխալ է։ Ինչի համար, մարդը ձևի ուզում է ձևի անում։ Բայց դա մեր շահերից է բխում ձեր կարծիքով։ Եվ որ մարդը մտածում է, ասում է, значит մեր շահերից է։ Ես ճիշտ բան չեմ տեսել այսքան ժամանակ, ինչ ասեմ, որ մնաց քաղաքականության մասին, ճշտի մասին ասեմ, էլի։ Ամբողջը ձևական, այս տրանսպորտի անտանելի հարցը շատ հեշտ կարելի է լուծելին ձևի, այդ շեղվեմ մի քիչ հարցից։ Այդ ուրեմն որ դրամարկղները դրած էր, կոպեկները գցում էին, թող ժետոնով անեին, ժետոնը թանկացնեին։ Ամբողջ Հայաստանի բնակչությունը հո բարձրագույն մաթեմատիկայի քննություններ չի հանձնել, էլ գնա RQ չգիտես ինչ։ Ձեր կարծիքով այդ որոշում կայացնողներ ունեն այդ բարձրագույն մաթեմատիկայի կրթությունը։ Հա դե էլ մնում է հարցականի տա, թող եթե թանկացնելու հարց կա, թանկացնեին ժետոնը, էժանացնում են ժետոնը, չգիտես մի խայտարակ լաբիրինթոսների մեջ գցեցին խեղճ ժողովրդին եւ մաքսիմում չափով թշնամացրեցին ղեկավարության հետ, ինչ հարց լուծվավ։ Գոնե այն պայմանը հաշվի առնեն, որ կարելի է այդ հարցը լուծել առանց թշնամանալու։ Իրանց օգտին է, այդ էլ չարեցին։ Ես ուր մնաց քաղաքականություն, ուր մնաց Ադրբեջան, ուր մնաց չգիտես եւ այլ։ Դες ինչու են, հա, որ նայում ենք, հա, տարբեր ոլորտներում նման մոտեցումներ, ձախողումներ, ինչից է կապված ձեր կարծիքով։ Մեր տաղանդավոր ղեկավարությունից է կախված, ինչից է կախված, ուրիշ ինչ պետք է ասեմ։ Այսքան հարկ մցնելը, բանը, տենց հոչ ես ինչ ասեմ, էլի։ Դե Նիկոլ Փաշինյանն ասում է հարկ վճարողը հերոս է, սա ձեզ համար ընդունելի չէ։ Հերոս, ամենամեծ հերոս ինքն է Հայաստանի, էլի, բոլոր հարցերում։ Հերոս է, ճակերտների մեջ հերոս է։ Բնական է, որ ճիշտ չի։ Տղա ջան, գիտես ինչ կասենք, ընդունենք բացումը։ Բացել է տալի։ Այնի ինչա խոստանում, այսքան վաղ Ադրբեջանը որ մի իր ասածն արե, որ դաժե եթե խոստանա, մենք էլ հավատանք։ Այդքան բան։ Իսկ Փաշինյանը ինչեր է խոստանում, չեմ իր հորտունը չի, որ բաժանելով գնում է։ Պրոստը պետք չի բաժանել, պետք է մտածել։ Մեր մասին մտածող չկա։ Մի տվեք էլի Նիկոլ Փաշինյանի անունը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում է, որ մեր ճանապարհները բացի Ադրբեջանի համար, բայց նաև խոստովանում, որ Ադրբեջանը մեր համար ճանապարհ պատրաստ չէ բացել։ Ըստ էս նման քաղաքականություն վարել ճիշտ է։ Ճիշտ է։ Ինչու՞։ Որ Եվրոպային ամբողջ աշխարհին ասած էս համերաշ բան եմ։ Ինքը լավ է գիտի, որ չի բացի։ Նրանց ուզած են ուրիշ բան է, որ աշխարհի կռվեն, կեցած չես հետա դու։ Դու
այդ քու տարիքին մենք շատ հայրենասեր ենք, բայց մի ջայլները մենակ պատերազմել, բայց հենց գա փախնելու են։ Այդ կոնդիմություն դաշնակ, մաշնակ լացել։ Չէ, հայրենասիրությունը ժամանակ կար, նպատակ կար, սովետից անջատվում է, բայց ով ելներ իր տեղ, ծախելը իշխանդալու է։ Ալիևը որ փողնի ծախել, Պուտին կտա, չգիտեմ, Էրդողանին, այդ Փաշինյանով ենք որ բերի Փաշինյանի հետ կամ տա Փաշինյանն ծախեց։ Պրիմիտիվ արտահայտություններ են դրանք, ինչ ծախեց, ով է։ Դու քո աղքատ մեկին փող կտաս ինչ որ բան համար որ գիտես մեծը կա որ ամեն հարցերը կլուծի։ Ինձ չուներ տեղ տալու, տվեց, Ալիև տվեց, Ռուսինե տվեց, թե մի Ռուսիվերեն ուզմացպի ամբողջ աշխարհին ցույց տալու համար, որ ինքը անկախ է, ինքը նայ ռուսին չի ենթարկվում։ Այդքան բան, եթե մերոնք մի հատ ռուսի հասին, բան չեն խոսած, այդպես Ռուսաստանից ինչ են անում բան։ Ուժեղ դեմ, միշտ է թույլը մեղավորը։ Հույս է քո վրա դիր տղա ջան։ Դու ես քո ազգի մեջ, քո բարեկամության մեջ, դու են մարդն ես, որ ունես, քեզ փաղաքշեն չունես։ Թե այս սրան մեղավոր են իրա խմբում է շատ տարբեր խմբի մարդիկ կան, հայացներ, ինքը մեղ կա։ Եթե ինքը նգնի սաղ բարդեն իրա վրա։